Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս վիդեոհոլովակում ես հակիրճ կներկայացնեմ վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակը։ Այդ նպատակով պետք է միտք գործել armstat.am կայք ռեսպոնդենտների համար և ընտրել պաշտոնական վիճհաշվետվությունների ներկայացման առցանց հարթակ։ Մուտք ընտրել բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ և մուտք գործել հարթակ։ Այն պարագայում, երբ ԱԶ-ի կամ ՍՊ-ի տնօրենը չունեն բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն, կա ևս մեկ տարբերակ մուտք գործելու համակարգ՝ լիազորել երրորդ անձի, օրինակ հաշվապահի, որպեսզի նա մուտք գործի համակարգ և հանձնի հաշվետվությունները։ Այդ նպատակով հաճախ տրվող հարցերի մեջ կա պարզաբանում, ինչպես մուտք գործել EID կամ միտք չունենալու, չաշխատելու կամ ՀՀ ոչ ռեզիդենտ լինելու դեպքում։ Բեռնում ենք դիմումը և լիազորագիրը, լրացնում, ստորագրում, մենք արդեն դա նախօրոք արել ենք և ուղարկում վիճակագրական կոմիտեի e-reporting @armstat.am էլեկտրոնային հասցեին, դիմումը և լիազորագիրը։ Թեմայում գրում ենք անհատ ձեռնելուչ անուն, ազգանունը և ՀՎԸ-ն։ Այնուհետև վիճակագրական կոմիտեն մեզ տալիս է լիազորություն մուտք գործելու վիճակագրական հաշվետվությունների կայք։